Զրույցի թեման աշխարհի հնագույն գրային համակարգը, որը վերաբերում է հիմնական Սյունիքի ժայռապատկերներին։ Երևի ձեզանից ոմանք մտածած կլինեն, թե ինչու է Հայաստանը և հայերը առանձնանում են ուրիշների աչքում, ասենք ասենք, որ Հայաստանն է, որ համարվում է դրախտի երկիր, որտեղ Աստված արարեց մարդուն, Հայաստանն է դրախտի ջուր, աշխարհի ջրերի համունքը, հին աշխարհի պատկերացումներում, ջրվեժից փրկության տեղն է, մարդու վերածնման տեղն է, եւ այլն է, որը գրվել են ուրիշների հոտարների ձեռքով եւ նրանց գրավոր աղբյուրներում։ Այդ մասին նայում էր Գրիգոր Աթևացին ագերում, վարդապետն էր հանճարել, որ աստվածաշնորհ 10 պարգևներ ունի հայ ազգը, որտեղ նշվում է ամբողջը եւ Եդեմը, եւ մարդկության փրկությունը, եւ մարդու արարումը, եւ Եդեմավուտ գետերը, Ափանիները եւ այլն, եւ դրանց շարունակում է նաեւ քրիստոնեության դարձը, Գրիգոր Լուսավորչի հայտնությունը, մեսոպոտամական գրերի հայտնաբերումը եւ այլն։ Այս ամբողջը մտածել է տալիս, որ այն կենսատարածքը, որտեղ ապրել է հայ ազգը, որտեղ ձևավորվել է հայ ազգը, եւ հենց այդ ազգը որոշակի ինչ-որ մի առաքելություն ունեցել, եւ այդ առաքելության արձագանքներն են, որ շատ թույլ, շատ քիչ մնացած, կամ ավելի ճիշտ կարելի ասել, չվերականգնված, որովհետեւ դա վերականգնելու հնարավորությունները հաշվի են։ Եվ այսօր մեր զրույցի նյութը պիտի հենց դրա ասպեկտներից մեկը լինի, թե ինչ հիմքեր կային այդ ամբողջը գրելու, վերագրելու Հայաստանին եւ հայերին։ Ինչով է կարևոր ժայռապատկերները այդ առումով, որ որպես հնագիտական նյութ ինքը շատ ամբողջական է, այսինքն շատ ասպեկտներ է իր մեջ ընդգրկում, շատ հին է, եւ երկրորդը, եթե գիր է, որի մասին մենք խոսենք քիչ հետո, ապա հնարավոր է նաեւ վերականգնել, թե այդ գիրը ինչ լեզվով է գրվել։ Եվ եթե լեզուն հաջողվի վերականգնել, ապա կարող ենք խոսել, թե ինչ էթնիկ տարր է ապրել այդ ժամանակներում ժայռապատկերները, փորագրողները եւ այլն։ Դրա համար առաջինը, որը դա գիր է եղել, դա հենց ինքը նյութն է ցույց տալիս, որովհետև գրի մասին մեր ունեցած գաղափարը դա մենք գիտենք շարքով նշանները շարելու մեջ, եւ ժայռապատկերներում մենք տեսնում ենք այդպիսի մի քանի վերլուծեր։ Եվ մենք ուշքի հիշենք, որ սա առաջին գրային համակարգն է երկիր մոլորակի վրա, մարդկության ամենահին գրային համակարգն է, մի քիչ հետո կանդրադառնանք, թե ինչու է հինը, ելնելով այդ ժամանակագրությունից, որը կվերցնի։ Եվ գրվել են բոլոր ձևերով, այդ ձևերը մենք հետո տեսնում ենք եւ եգիպտական գրության մեջ, եւ շումերական գրության մեջ, եւ աշխարհի տարբեր անկյուններում, թե վերևից ներքև, թե աչից ձախ, ձախից աչ, այդ ամբողջը երևում։ Սա ասենք միտողի վրա շարված, այս երկրորդը ուրեմն միակենտրոն, անվանվելա ետկենտրոն, բազմակենտրոն, ինչու, որովհետեւ կենտրոնական պատկերը կրողը, կենտրոնական գաղափարը կրող պատկերի շուրջը մենք տեսնում ենք այլ ուրեմն նշաններ, հիմնական վերացական նշաններ, որոնք վերաբերում են կամ բնութագրում կամ անվանում են, ներկայացնում են կենտրոնական ուրեմն պատկերի կրողին։ Եվ երկկենտրոն, սրանք ասենք երկկենտրոն տիպերն են, երբ որ երկու հիմնական կենտրոններ են եւ նրանց բնութագիրները, եւ բազմակենտրոն, որտեղ մի քանի կենտրոններ են։ Այսինքն գիրը կառուցվել է այս սկզբունքների հիման վրա։ Նույն պատկերը մենք տեսնում ենք շումերական, էլամական, եգիպտական, հին գրությունների մեջ, որտեղ են կենտրոնական պատկերի շուրջը, ասենք ցուրնա, ցուրի շուրջը պատկերներն են, ցուրի շուրջը այծի շուրջը եւ այլն։ Այսինքն սկզբունքը նույնն է, գրի կառուցված սկզբունքը նույնն է։ Կան վերացական նշաններ, որոնք շարված են միտողի վրա, վերևից ներքև են շարված, ացին ձախ, դա արդեն կպարզի ընթերցումը, թե պիտի մենք այս կողմից այս կողմ ընթերցենք, թե այս կողմից այս սենց, թե սենց։ Եվ կան շատ կցագրություններ,
այսինքն երբ որ մի քանի նշաններ իրար են կապված, այդ նույն բանը մենք տեսնում ենք նաև նորից Շումերում Եգիպտոսում, երբ որ մի քանի ասենք այստեղ 3-4 նշաններ են կցակցված, այստեղ երկու, նույնը Եգիպտոսում մի քանի իրավունքների կցակցություն։ Այսինքն այդ սկզբունքներն ենք մենք տեսնում Ռոդոսյունի ժառանգապատկերները։ Երրորդ կարևոր հայտանիշը, որը ընթերցման համար շատ կարևոր է, դա ուրեմն անվանել եմ IT գրադախտակի ինչու համար, որովհետև ժառանգապատկերների մեջ շատ մեծ թիվ են կազմում այսի պատկերները, երբ որ IT երջուրների եւ մեջքի միջև դատարկ տարածության մեջ դրվում են վերացական նշաններ։ Այս նշանները ուրեմն պիտի բնութագրել կամ ներկայացնեն մի անուն մականուն, որը վերաբերում է այս IT գաղափարի կրողին։ Չգիտեմ հետո դա գրի թե չի ամեն դեպս հիմա ասեմ, սա նույն բանն է շումերական կրիքների վրա, նորից տեսնում ենք IT պատկերը եւ այդ տարածության մեջ տարբեր վերացական նշաններ։ IT առաջ եկելով մի քիչ այստեղ ասեմ, որ IT-ը տվյալ բառագայում ներկայացնում է հայերեն դիկ բառը, Աստված։ Որպեսզի մենք գրենք կամ հնչեցնենք դիկ բառը, մենք գտնենք մի առարկա, պատկերենք այդ առարկան, որը հնչի ճիշտ նույն ձևով ինչ-որ դիկ Աստված բառը։ Եվ դա այդ բառն է, որովհետև հայերենում IT անվանումներից, ասենք, հին անվանումներից, տարածված անվանումներից մեկն է դիկ, դիկ, դիգ, դիկ, տիկ, տիկ, տարբեր բառային ձևերով է, բոլոր ինքն գրեթում է, որ նշանակել է այդ։ Հետո, երբ որ IT մորթին հանել են այդ տիկի գաղափարը, դա տիկ բառը, որի մեջ հեղուկ դիվի ջուր են լցնում, դա նույն այդ բառից է եկել, իսկ նախնական իր իմաստն է ուրեմն տիկ։ Հետևաբար, երբ որ մենք այս այդ-ը նկարում ենք, մենք սա ընթերցել դիկ, Աստված։ Իսկ ներսի գրածը արդեն տվյալ Աստծո մականունը, անունը կամ ինչ-որ մի բնութագրի։ Եվ այդ սկզբունքը ասում եմ, որ նույնությամբ կրկնվում է նաև մյուս գրայի համակարգերը։ Սա ուրեմն գրի վերաբերյալ մոտավորապես որպեսզի պատկերացնեք, որ ժայռապատկերները բավարարում են գիր կոչվելու արտաքին իր հայտանիշներով։ Բավարարում է այդ պայմանների։ Առավել ևս, որ վերջերևերի խոսենք, որ ժայռապատկերներում մեծ թիվ են կազմում վերացական նշանները, այսինքն ակադեմիական գիտության են առաջվա պատկերացումները, թե ժայռապատկերները դրանք, ուրեմն կենցաղային պատկերներ են, որսի տեսարաններ են, դա այդպես չէ, այլ դա գիր է, և դրա ապացույցներից մեկը հենց վերացական նշաններն են, որոնց թիվը հասնում մոտ 200-ի, և ամեն մեկ ունի իր ընթերցումը, իր նշանակությունը, և եթե դա լիներ որսի տեսարան, ապա ամբողջ կլիներ նկարային, նկար կլիներ, և այդ կան վերացական նշաններ չէին։ Սա ուրեմն կենդանիների բաշխումն է, ամենատարածված IT պատկերն է, այստեղ վերցված են վիճակագրություն հանելու համար վերցել են 802 ժայռապատկեր։ Այդ 802 ժայռապատկերների ուրեմն ստատիստիկան է, սա վիճակագրությունն է, որտեղ IT-երի թիվը 1869 IT է։ Մոտավորապես 2 անգամ ավելի շատ, քան թե մարդու պատկերները։ Երրորդ տեղում արյուծն է, ցուրը, օձը, երջերուն և այլն, ասում է մինչև էշ կա, տարբեր նապաստակ և այլն, բայց դրանք ասենք մի քանի հատերով են, հիմնական վիճակագրությունը ներկայացնում է այդ կենդանիները։ Փիղ կա, ընձուղ կա, դրա մասին խոսենք։ Եվ կան, ասենք, նաև աղագի գործիքներ, զինատեսակներ, որոնց վիճակագրությունը վերված ես ներքերի։ Քանի որ եթե մի քիչ շատ է, ես մի քիչ արագ կգնամ, որպեսզի հարցնենք նաև մի քանի հարցերի։ Ձուկ է կա շատ։ Այս վերացական նշանների ամենագործածական 10 վերացական նշանները, որոնք ավելի հաճախ հանդիպում են ժայռապատկերներում,
որոնք հետագայում տեսնում ենք նաև հին աշխարհի այլ գրային համակարգերում, շումերական, եգիպտական, այսպես կոչված փյունիկյան գիրը, որը համարվում է աշխարհի հնագույն գիրը, որից առաջացել են մնացած գրերը։ Հիմա այս նշանների օրինակով հետո խոսենք, այդ նշանները։ Որպես օրինակ, մի պարզ օրինակ են բերել ընթերցման համար, թե ինչպես կարելի է ասենք վերացական նշանը ընթերցել։ Սա այս նշանը երակինի չէ, սա անկյունը, դա արմունք նշան է։ Դա սխեմատիկ մարդու արմունքի այս պատկերն է, որը եգիպտական երովիկներում ասենք նկարը ճշգրիտ արմունք է պատկերած և նույնը շումերական պատկերագրերի մեջ էլի մարդու արմունքի ձևով է արված։ Ժայռապատկերներում դա պարզ սխեմատիկ ձևով։ Ու նախ և առաջ այդ դա տարբերությունը գալիս է նրանից, որ ժայռապատկերներ փորագրելու ձերտարության թույլ չի տալիս մանրամասը դու այս պատկերը ավելի բարդ է շատ անել, քան թե պարզ անկյուն նկարել։ Հետևաբար մենք այդ արմը, իսկ արմունք բառի բուն արմատն է արմ։ Ու ավելի կարճ ձևը ար, որտեղ հետո մնել է, առաջում դառնում է արմ։ Արմատը հայերենում շատ իմաստներ ունի, բազմի իմաստ բառ է, որոնք բերված է արմ, զարցեղ, արմավին ծառը, արմ, խաշ, արմավ, քյունիկ թրջունը, որ այդ եգիպտական դիցաբանության ձեր։ Եվ որ մենք պատկերում ենք այս պատկերը վերացական նշանը, առարկայական նշանը, և դենենք համապատասխան այսպես կոչված դետերմինանտիվ, դետերմինանտիվը մի նշան է, որը ցույց է տալիս, թե ինչի վերաբերյալ է նախորդ նշանը, ինչին է վերաբերում, որպեսզի ըստ այնա, այս համանունների շարքից դու ընտրես համապատասխանը։ Այսինքն, եթե մարդ է դրած, դու սա ի ընթերցես C, արմ, զար։ Եթե ծառի նշան է դրած, դու ընթերցես արմավ է։ Եթե բույսի նշան, պիտի ընթերցես խաչխար։ Եթե թրջունի նշան, որը սա արմավ քյունիկ թրջուն։ Այսինքն դետերմինանտի միջով դու բացահայտում ես թեման, իսկ բուն նշանի միջոցով ընթերցում ես այդ բուն իմաստ արտահայտող բառը։ Հիմա այդ որ խոսեցի այցի մասին, այստեղ այդ համանուններն են վերված, մի քանի օրինակ, այցի ուրեմն առարկա 3 ընթերցումներ, համանունները, դիգը, համանուն է, դիգ Աստված բառի, հնչեցնում ես, նկարում ես այդ, հնչեցնում ես դիգ Աստված։ Այդ, Hamanun ete, hayrenumun ete, metmay, tad. Eshanov şartkan patlığı որով ուրեմն նշանակվում է, ասենք, մայր ասմածուհու պատկերը։ Եվ խաշ բառը, խաշն, որոշալով խաշն, որը համանում է խաչ բառը։ Եվ սրան զուգահեռ, այստեղ վերել օրինակ, որ շումերերենում խաչի նշանով է գրվում այդ պատկերագիրը։ Եվ շումերերենում, երբ որ այդ գրելու համար իրենք խաչ են նկարում։ Իսկ նման հնարավորություն կարող է տալ միայն հայերենը, որովհետև խաշ և խաչ բառերը, այսինքն այդ և խաչ բառերը համանում են միայն հայերենը։ Եվ այդպես կարող է հնչեցնել դրա միջոցով մյուս պատկերը, որ էլի խաչը շրջանի մեջ, էլի այդ իմաստը ունի, բայց դա ուղղակի է ընդհանրական որպես մանր երջերավորների դետերմինանտիվ ցուցիչ, որ նշում են այդ կենդանիների անվանումները, նույն խաչն է շրջանի մեջ, և սա ընդերցում են, սա հիմնականում օգտագործվում է որպես ընտանի նշելու, այդի ընտանի տեսակը։ Դա հայերեն ուդու ընթերցում ունի շուներում և դա համապատասխանում է հայերեն օդի, ոչխար բառը, այդ ոչխար, մանր երջերավոր անասուն։ Երկրորդ առյուծի օրինակն են բերել, որի հին գրապարյան ձևն է արետ, էստն ուշ աճականա, որ ավելացել է հուն արմատին, արետ, և ես բառը համանում է արև բառը։ Ու ձեզ պիտի հայտնի լինի, որ արևը շատ հին ժամանակներից, գրեթե բոլոր դիցարաններում, հին դիցարաններում, արույց համարվել է արևի խորհրդանշան։ Եվ դա որտեղից պիտի գար։
Պիտի գարեն ժամանակներից, երբ որ առիթի պատկերով գրել և հնչեցրել է արև բառը։ Եվ դա նորից հնարավոր է միայն հայերենի դաշտ։ Որտեղ ուրիշ ոչինչ լեզու արևի անվանում է և առիթի անվանում է, նույնական չէ։ Դրանք նույնական են 3 լեզուներում, հայերենում, շումերենում և 5 եգիպտերենում։ Կարելի է, այսինքն ուրիշ երկրներում նույնպես չէ, առյուծի պատկերը արևի տեսքով պատկերն է։ Ինչպես։ Ուրիշ այլ երկրներում արևի պատկերը առյուծի պես է պատկերն է։ Արևը միշտ խորհրդանշել է առյուծի։ Այսինքն սկիզբը կարելի է, եթե որ այստեղ ժայռապատկերներից է գնում, եթե ուրիշ լեզու չկա նմանություն։ Դե ես խոսքը դրա մասին է։ Որտեղ դու պիտի առյուծի պատկերով գրեի արև բառը, այստեղ խորհրդանշան գաղափարը դա ուշ գաղափար է։ Երբ որ պատկերագիրը տվյալ դեպքում առյուծի պատկերը ընկնում է մի ուրիշ լեզվական միջավայր, որտեղ այդ համանունությունը չկա։ Այնտեղ նրանք ոչ թե հնչեցնում են դա որպես գիր արև նշանակող բառը, բուն բառը, ոչ թե արև գաղափարը, որտեղ արև գաղափարը մենք կարող ենք հայերենում արև բառի հոմանիշներ շահել գաղակարքի եւ այլն, լուսատու, չգիտեմ ինչ, կենսատու, բայց այստեղ խոսք է գնում է կոնկրետ արև բառի մասին, քո խնդիրն է հնչեցնել արև, բուն արև բառը, դա հնչեցնելու համար դու պիտի կարես արև, եւ դա հնարավոր է միայն հայերեն։ Եվ որ մտնում եք ուրիշ լեզվական միջավայր, որտեղ այս համանունությունը չկա, ասենք հունարեն օրինակ, կամ պարսկերեն, պարսիկների հետ։ Սա բազմապես դառնում է արևի խորհրդանշան։ Իրենք գիտեն, որ այս առյուծը նշանակում է արևի հետ կապված է։ Բայց բուն ինչի համար է, դա վերանում է։ Այդ լեզվական նոտան միջավայրում դա վերանում է, առյուծը դառնում է բազմապես արևի խորհրդանշան։ Եվ տեսնում ենք, որ առյուծի, ուրեմն առյուծ հիերոգլիֆը չգրիկ ասենք նույն պատկերը, եգիպտերենում ընթերցվում է ռվ, եգիպտերեն ուրեմն կոնսոնանտ լեզու է, այսինքն նա այնտեղ ֆիքսվում են կամ վերծանում են միայն բաղաձայն հնչյունները, ձայնավորները չկան։ Եվ որ մենք սա ձայնավորենք, ռից առաջ ա, ռից հետո և ստանում ենք նույն արև բառը, ինչ որ առյուծ արև հայերենում։ Այսինքն չգրիկ նույն պատկերն է, ինչ որ հայերենում։ Նույնը շումերենում արև նշանակող ուրեմն պատկերագիրը կամ որից առաջացած նաև սեպանշանը ընթերցվում է և արև, և առյուծ։ Այսինքն նույն սեպանշանը շումերում ընթերցել է արև և առյուծ։ Բայց շումերենում կա մի բարդություն կապված սեպանշանների ընթերցման հետ, որտեղ միևնույն սեպանշանը ունի տասնյակ ընթերցումներ, հնչյունական արժեքներ։ 10-20 և մինչև 50 նույնիսկ հասնող նույն սեպանշան այդքան վանկերով բառերով դու կարող ես ընթերցել։ Եվ այս պարագայում առյուծ բառը շումերենում այսօրվա ընդունված ընթերցումն է պիրե, պիրի բառը համարվում է շումերենում առյուծ նշանակող բառ։ Իրականում այս պի սեպը իր տասնյակ անվանումների մեջ ունի այսպես կոչված A3 ընթերցում։ Այդ երեք թիվը նշանակում է, որ A սեպը A հնչյունական արժեք ունեցող սեպերի մեջ ամենագործածականների մեջ երրորդ ամենագործածականն է, այսինքն շատ գործածվող այս A հնչյունը պի սեպանշանի համար։ Այս պի սեպանշանը կարող ենք փոխարինել իր տարընթերցման, այո։ Եվ այդ դեպքում այս պիրիկը միանգամից դառնում է արև։ Ընդ որում երևի միգուցե պիրիկն էլ է հայերենի համարընդունելի, եթե հիշենք, որ ասենք մեր էպոսում Սասունցի Դավիթը և այդ գազաններին բերում է, ասենք կոնկրետ այդ հատվածում օրինակ, հանդիպում ենք պլն բարբարային բառին, Սասունի և այն բարբարներում, որ հիմնականում բայց գործածվում է վագրի մասին։ Բայց բառը ասենք որոշ հնչյունական նմանություն ուներ շումերական պիրիկի հետ։ Եվ ամենաերեք այս կենդանապատկերներից երրորդը ցուլը, ցուլ բառը հայերենում համարվում է ցոլ, լույս բառը։ Լույս բառը հնչել, ցոլ բառը հնչեցնելու համար մենք իրիկարեում ցուլ, որպեսզի ընթերցենք ցոլ։ Եվ նորից ասենք հին դիցանալությունից հայտնի է, որ ցուլը լուսնի աստվածուհու խորհրդանշան էր և ամպրոպի կայծակի աստծո խորհրդանշան։
Այսինքն այս բառը, ցոլը բառը պիտի կապված լինի այդ երկու դիցաբանական պատկերացումների հետ, լուսի և կայծակ ամպրոտ որոք և այլ։ Եվ պարզում է, որ հայերը թույլ է տալիս նաև բացատրել դա, թե ինչու և լուսնի հետ և կայծակ ամպրոտի հետ։ Որտեղ հայերեն ցուլ բարի հայական ցոլել ձևը նշանակում է լույս ճառագել, այսինքն դա վերաբերում է լուսնի։ Իսկ ցոլալ մի ձայնավորի տարբերական տարբերակը, ցոլալ նշանակում է կրակշայք է, դա արդեն պիտի վերաբերվի ամպրոպի աստծուն և հայտնի է, որ ամպրոպի աստվածը միշտ պատկերվում էր ցավի վրա կանգնած, ասենք գերիշել թե շուբի ուրարտական կոչված, որը միշտ պատկերվում էր ցավի վրա կանգնած, իսկ որ լուսնի աստվածն է, բանը ցուլը նաև լուսնի աստվածը ու կենդանին էր, դա էլ շատ հայտնի է դիցաբանական պատկերացում։ Նա մենք տեսանք այս նշանը իր առուն ձերծումը։ Ժայռապատկերներում կան հարյուրավոր այսպիսի նշաններ, որը կցագերված է այս առ նշանից և մի, որը բոլոր 5 գրային համակարգերում դա ունի մեկ թվի արժեք, մեկ թվի իմաստ։ Հետևաբար մենք սա պիտի ընդունենք առ և սա մենք, այսինքն մեկ բառի տարբեր ձայնադարձեր։ Այս դեպքում այս կցագրությունը, այսինքն այս երկու նշանների ամբողջական ընդերցումը պիտի լինի արմեն, արմին, արմեն և պիտի արտահայտի արմեն անունը, որը հայերի երկրորդ անվանումն է։ Այստեղ բերված է ուրեմն նմուշներ ժայռապատկերներից, այս նշանագրի կցագրությունը տարբեր վերօրշյալ կենդանապատկերների հետ։ Որը։ Սա ավելի շատ նման է Հովազի պատկերի, իդեպ որ Արյուտի թիվը ես բերեցի, կան շատ պատկերներ, որտեղ Հովազն ու Արյուտը ճշգրիտ տարբերակում են իրար, կան պատկերներ, որ չես ջոկում, Արյուտը թե Հովազը։ Դա համակոնկրետ Հովազի պատկեր է, իսկ Հովազը հայերենում ունի նաև ինձ, այդ անվանում ընձարույց, այդ ինձարմատն է, ինձ, որը համանում է հայերենում ընձու է, այդ արմատը նույն անձ, որ ընձու է, լույս ճառակ է, ծնել և այլ հետիմացներ է։ Այսինքն դա կապված է կոնկրետ Հովազի բան է պատկերված է մայր աստվածու, որպես մատանուն անուն։ Եվ ասենք իմ պատկերագրության մեջ խեթական, ասորեստանյան, միջագետյան, բաբելական, եգիպտական և այլն մայր աստվածուին պատկերվում էր երկու ընձարյուսների կամ արյուսների։ Հայաստանից ևս գտնվել է նման պատկեր, հիմա պահպանվում է բրիտանական թանգարանում։ Սա այդ Արմենը, որը ժայռապատկերներում շատ է այս նշանագրի գործածությունը։ Բայց ինչ է Որ պերվել է, ասենք, ժամանակում Հայաստան չկա, 19-րդ դարի սկզբների մեջ կեսերին է պերվել և տարվել է բրիտանական թեորները եղել են, գտնողները, բրիտանացիներ և տարել են։ Հիմա այդ Արմեն նշանագիրը, մենք հիմա մի քիչ հետո տիգանք ես նախապատրաստում ասենք ժամանակագրությանը ժայռապատկերների, հետո մենք տեսանք, որ այդ նշանագիրը, որը առկա է ժայռապատկերներում և հնարավոր է ընթերցել հայերենի համանունների վրա, այդ ժայռապատկերները մենք տեսնում ենք վերին քարեդարյան, վերին պալեոլիթյան, այս մայր աստվածուհու արձանիկների վրա։ Առաջինը գտնվել է Մամուտի Ժանիկից քանդակված մայր աստվածուհու պատկերը, որը գտնվել է Գերմանիայում և թվագրվում է 40-ից 35 հազար տարի հնագետների թվագրումներ, գերմանացի հնագետների, և այս աստվածուհու աջ ուսի վրա, բազուկի վրա, մենք տեսնում ենք Արմեն նշանագիրը։ Նորմետած բաժուկներ շատ հետաքրքիր է մեր էպոսի խաչ պատարագիր, որը միշտ ուզում է հայրոսների աջ բազուկի վրա։ Սա ավստրիական Միլենդոր բնակավայրից է գտնվել նույն նշանագիրը, որը թվագրվում է 24-ից 22 հազար տարի, սա Իսրայելում գտնվել ոսկուրի կնտորերը թվագրում են 60-ից 40 հազար տարի։
Սրանք ֆրանսիական քարանձավներով տեղված հայտնաբերված պատկերներ են, էլի, այստեղ տեսնում ենք այծի պատկեր, տեսնում ենք նաև արմեն պատկերը, արկ պատկերը, այստեղ այծը շատ է կարևորվում, մի քիչ հետո դրան կանդրադառնանք, որտեղ այծի ընտելացման օջախը դա Հայաստանն է, եւ Հայաստանից տարածվել է ամբողջ աշխարհում մեկ ընտանի այծի նախնին լեզվարյան այծն է, որի Հայաստանի էնդեմիկ կենդանի է։ Մեզ նույն Ռուբինյանի 6-րդ հազարամյակի կավե հարցանին, որի վրա նույն պատկերն է, սրանք շվերական քնիկներ են, որոնց վրա նույն արմեն նշանագիրն է, սրանք եգիպտական նշաններ են, եգիպտական ժայռապատկերն ինչ-որ կենդանի վրա այդ նշանագիրը դրած, սրանք մեր երկրորդ հազարամյակի երկրորդ այսպես կոչված գծային գրերով արձանագրություններ են Քուչակից, որ հիմա ապարանի ջրամբարի տակ է, ջրերի տակ է, եւ սրանք ուրարտական քնիկներ եւ այդ ամբողջի վրա, այսինքն ժամանակավորորեն մենք տեսնում ենք, որ այդ նշանագիրը դերի քարի դարից պալեոլիթից մինչև կոնկրետ ուրարտական շրջան, ավելի մեր ժամանակների մոտ գործածվել են անընդհատ։ Մեր օրյա գորգերը, որոնց Վահանի ամենակենտրոնում ենք տեսնում ենք այդ նշանագիրը։ Մեկ ես կողմով, մեկ ես, որպեսզի գորգի երկու կողմից էլ ինքը տեսանելի լինի։ Այդ արև խաչ չի Սա չէ։ Այս երկու, ան և մինը, այս ան։ Սվաստիկան սա է ձեզ պատկերացնել տալիս, բայց սա զուգահեռ ուրիշ նշաններ է։ Սվաստիկան գորգերի մեջ ուրիշ է։ Չէ, սվաստիկա չկա այստեղ, ու է սվաստիկա։ Այս արմնը և այս մինը։ Մինը այս տեղ։ Չէ, սվաստիկա այդ պատկեր չէ։ Հիմա գանք ժայռապատկերների թվագրմանը և տեսնենք, թե իսկապես հնարավոր է, որ Ցյուրիխի ժայռապատկերները այդքան հին լինեն, որպեսզի դրանք մենք տեսնենք, ասենք Եվրոպայի այդ 30-ից 40 հազար տարի հնություն ունեցող հարցանիքների վրա։ Սրանք ուրեմն աշխարհում առավել հայտնի ժայռապատկերների կենտրոններից մի քանիսն են եւ իրենց համապատասխան թվագրումներով, ասենք եվրոպական թվագրումը 30-ից 35 հազար, Իսրայել Աֆրիկան 14, 24, Արեստին էլ 30, 40, Սիբիր, Հնդկաստան եւ այլն։ Սակայն այս բոլոր թվագրումները, դրանք բոլորը պայմանական են ինչ առումով, որովհետեւ չկա մեթոդ, որով հնարավոր լինի կոնկրետ տարիք որոշել։ Պարզապես ելնելով քարի վրա փորագրելու այդ տեխնոլոգիայից, քարով ծեծելու, խազելու եւ այլն, բոլորը ենթադրում են, թե դա պիտի պատկանի վերին պալեոլիթին։ Այսինքն մոտավոր ինչ-որ թվեր են, որ իրենք բերում են ելնելով տարածաշրջանի պալեոլիթյան մշակույթի ժամանակավորությունից։ Մեր պարագայում ժայռապատկերները Ցյուրիխի թույլ են տալիս հենց իր մեջ եղած նյութով, որին հիմա կանդրադառնանք, թվագրել եւ դրանք բաժանվել են ըստ այդ ֆունկցիոնալ տեսակների, որոնցով մենք պիտի հերթականությամբ թվագրենք ժայռապատկերները, զենքերը, խեցեղերը, նավերը, կենդանական աշխարհ, վայրի ոչխար, 5 գրավոր աղբյուրներ։ Այսինքն այս բոլոր թեմաներով մենք հիմա ելնելով հենց ժայռապատկերների նյութից պիտի թվագրենք։ Առաջինը բանն էր, զենքերի նկարները շատ են չվերեցի, բայց ժայռապատկերներում պատկերված զենքերը հիմնականում իսկապես պալեոլիթյան զենքեր են, դա նետո ավելն է, հիմնականում բիրը, մաքսիմում նիզակը, որի ծարին ասենք այդ քարե տեգ է դրված։ Եվ դրանից ելնելով, քանի որ ընդհանրություն ոչ մի ընդհանրություն չունի, ասենք վաղ բրոնզեդարյան կամ տանզեդարյան զենատեսակների հետ հայտնի տեղված, կարող ենք ասել, որ ժայռապատկերները պիտի դրանից հետո, ասենք 3000 թվից առաջ լինի։ Հաջորդը խեցեղենն է, աշխարհի բոլոր հնագույն գրային համակարգերում, Շումեր, Եգիպտոս, Խեթական, Ուրարտու եւ մեր մեծանորում 3-րդ հազարամյակ, 2-րդ հազարամյակ։ Խեցեղենու խեցի պատկերները միշտ առկա են եղել գրային համակարգերում։
այս պատկերները սրանք որոշակի հետո դարձել են որոշակի սեպանշան, որոշակի իմաստներ են արտահայտելու Եգիպտոսում, սրանք որոշակի հիերոգլիֆներ են։ Նույն տխետականում հիերոգլիֆիկ գրերը եւ ուղղորդում։ Սակայն Սյունիքի ժայռապատկերներում չկա ոչ մի խեցերի պատկեր։ Խեցերի պատկեր, այսպիսի պատկերներ գոյություն չունեն։ Իսկ դրանք ինչ եզրակացություն կարող են անել, որ այս ժայռապատկերները փորագրվել են մինչև խեցերի հայտնաբերումը, մինչև խեցու հայտնաբերումը։ Իսկ խեցու հնագույն նմուշները թվագրում մոտավորապես 7000 տարի Քրիստոսից առաջ, 9000 տարի մեզանից առաջ։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ Սյունիքի ժայռապատկերները փորագրվել են դրանից էլ առաջ։ Դա մեզ թույլ է տալիս ասել խեցերի մասին եղած պատկերները։ Երրորդ ժայռապատկերները մեր Սյունիքի հիմնականում տեղակայված են 2500-ից 3500 բարձրությունների վրա։ Եվ այդ բարձրությունների վրա մենք տեսնում ենք տասնյակ նավերի նավակների պատկերներ։ Եվ հարց է առաջանում, թե դեղնակագատների մոտ ինչ գործ ունեն այդ նավերի պատկերները։ Եթե կան նավ, դա նշանակում է այդ մարդիկ պատրաստել են նավ։ Եթե պատրաստել են նավ, դա նշանակում է հավասար ջրավազան ունենային, որպեսզի կարողանային այդ նավերը օգտագործել իր ֆունկցիային համապատասխան։ Սակայն այսօր աշխարհագրական իրավիճակը մեզ նման հնարավորություն չի տալիս։ Այսինքն Սյունիքում այսօրվա չկան այդ ջրավազանները, որպեսզի այս նավերը այդտեղ կարողանային թողնել խորը նստվածքով, սրանք եգիպտական նավերի պատկերներն են, նույն խորը նստվածքով, այսինքն դրանց հարկավոր էին մեծ ջրավազաններ, որպեսզի այս նավերով կարողանային նավարկել։ Եվ ինչ է պարզում։ Պարզում է, որ մոտ 70,000 տարի առաջ երկրաբանները պարզել են, որ ելնելով այսօրվա այդ իրաց տեղումներից չորրորդական այսպես կոչված շրջանի, որը երկրաբանների տերմինոլոգիան է, համապատասխանում է հնագետների պալեոլիթ կոչվող ժամանակաշրջանի։ Հայաստանը ծածկված է եղել լայն այսպես կոչված լճային ցանցով եւ իրենք ոնց են գտնում այդ լճային ցանցը, ցանկացած կանգնած ջուր, նույնիսկ եթե փողոցում անդրեվա գալիս մի օր մնում է հետո գլոշյանում տակը նստված կտում։ Այդ լճերը, որոնք գոյություն ունեցել հազարավոր տարիներ, շատ մեծ շերտի նստվածներ են թողել։ Եվ երկրաբանները այս նստվածների հզորությամբ որոշում են, թե այս լճերը եւ են առաջացել ինչքան են գոյատել։ Եվ մոտավորապես ստացվում է այսպիսի պատկեր, սրանք այդ լճերն են Արարատյան ծով էին կոչում երկրաբանները, Շիրակի ծովը, Ագարակի ծովը, սա Հետսիսյանի այդ իջվածքն է, եւ կենտրոնում Սևանանի։ Եվ մյուս կողմից այդ նույն ժամանակում պարզվում է բարձրացել են նաեւ Կասպից ծովի ջրերը, այսպես կոչված խվալինյան տրանսգրեսիան, Կասպից ծովի ջրերը բարձրացել են հասել մինչև ժամանակակից քուրի հունով մինչև ժամանակակից Ղազախ Աղստաֆ։ Այսինքն Սյունիքը նույն այստեղ էլ արդեն Արաքսի հունն է, որ այստեղ շատ հզոր մի հոսանք պիտի լիներ, առավելից եթե նույնիսկ գայլի դարպասները արևելքից արևմուտքից հարավից կտրված էր եւ միայն վերևով, ջավախքի լեռներով, ասենք հնարավորություն ուներ մի կապվել ցամաքի հետ։ Ուրեմն եթե կային այս ջրային ավազանները, դա նշանակում է, որ ժայռապատկերները պիտի փորվեին ավելի վաղ, քան սրանք վերացել են։ Քան վերացել է, հետ է քաշվել Կասպից ծովի ջրերը, ցամաքել են Շիրակի, Արարատյան ծովերը։ Իսկ դրանք տեղի են ունեցել 10-ից 8-րդ հազարամյակ, Քրիստոսից առաջ 10-ից 8-րդ հազարամյակ։ Այսինքն մենք կարող ենք արդեն ասել, որ ժայռապատկերները փորագրվել են դրանից առաջ։ Որտեղ այդ ջրավազանները պիտի լինեին, որպեսզի իրենք նավեր կառուցեին եւ նավեր պատկերեին։ Այն որում դա նաեւ հնագիտորեն է հաստատվում, որովհետեւ այս դաշտային Արցախի եւ Արարատյան դաշտամայրում, ասենք 8-րդ հազարամյակից բնակավայրեր գոյություն չունեն։ Եվ վերջապես
կենթանիները շատ հավաստիկներ ասել, փիրը երջեգը, հիգանտ երջեգը, որը վերացել է 12-13 տարի առաջ, խոյացումը, քարանձավային արջը, ժայռապատկերներում տեսնում եք բազմաթիվ այսպիսի պատկերներ, որոնցում պատկերված կենթանիները այլևս գոյություն չունեն կամ պատմական շրջանում նրանց մասին ոչ մի շրջանություն չկա։ Եվ մյուս կողմից հայտնի է, որ 12-13 հազար տարի առաջ երկրի վրա տեղի ունեցել մի գլոբալ կատաստրոֆա, որի ժամանակ վերացել են խոշոր կենթանիները, որից մեզ երևի ամենահայտնի մամոնտը, որը վերացել է այդ ժամանակ։ Այդ ժամանակին են պատկանում նաև այս կենթանիները, ժայռապատկերներում պատկերված, և եթե մարդը, նույնիսկ ասենք, եթե մի օրինակ մենք, ասենք ունենանք խղի միայն մի օրինակ, կամ ասենք երջերի կամ չգերընձուղթի մի օրինակ, դա է բավական ասելու, որ այդ կենթանին եղել էր, որտեղ մարդը պիտի տեսներ, որպեսզի պատկերեր։ Իսկ այն որ այս կենթանիները վերացել են 12,000-13 հազար տարի առաջ, դա որ մենք կարող ենք պնդել, որ ժայռապատկերները, տվյալ դեպքում այս կենթանիների պատկերները փորագրվել են դրանցից առաջ, մինչև նրանց վերանալ։ Եվ վերջապես հաջորդ ուրեմն թվագրման պարամետրը դա վայրի ոչխարն է, որ այսօր շատ տարածված է, որ պատկերացումը, թե դա Հայաստանի էնդեմիկ կենթանին է, իրականում, ասենք, մասնագետները ցույց են տալիս, որ վայրի ոչխարը միջերկրական ծովի այդ գազիներով, ափամերձ լեռնային շրջաններով եկել մուտք է գործել Հայաստան, մոտավորապես, ասենք, 7-8 հազարամյակներում, բուն հայկական լեռնաշար։ Եվ ինչու բերել խոյի այս թվագրման համար խոյի այս վերաբերյալ նյութը, որովհետև ժայռապատկերներում մենք տեսնում ենք նույնիսկ ասենք, որ այս վերացած կենթանիների մանրամասն պատկերը, գծագրությունը դրանց, էլ չեմ ասում այծերը, արյուսները, ցուլը, նապաստակը և մյուս կենթանիները, բայց մենք չենք տեսնում ոչ մի խոյապատկեր։ Խոյի ամբողջական ոչ մի պատկեր չկա։ Կա երջուրներ, որոնք որոշ մասնագետներ ասում են, սա խոյի երջուր է և մեկնաբանում են ըստ այնա, բայց իրականում դա այծի երջուր է և ընդհանրապես խոյի պատկեր ժայռապատկերներում չկա։ Սա ևս ասում է, որ ժայռապատկերները փորագրվել են մինչև խոյի մուտք գործել հայկական լեռնաշար։ Հիմա կան գրավոր աղբյուրների։ Եվ վերջում կանդրադառնանք դրան այդ համեմատությունների եգիպտական և շումերական գրերի և ժայռապատկերների նշանագրերի և եզրակացությունը այդ համեմատության այն է, որ շումերական և եգիպտական պատկերագրերը ծագել են Սյունիքի ժայռապատկերներից։ Հակառակը չէր կարող լինել, որովհետև նրանք վկայված են 4-րդ հազարամյակի վերջով, իսկ ինչպես տեսանք Սյունիքի ժայռապատկերները դրանից մոտ 8000 տարի առաջ։ Հետևաբար սպասելի էր, որ ասենք Շումերի և Եգիպտոսի այդ քաղաքակրթության թողաջարակության մեջ մենք պիտի հանդիպեինք հիշատակման, թե իրենք որտեղից են եկել, գրերը որտեղից և այլ նման մի ինչ-որ պատմություններ։ Բայց այսօրվա հրատարակված տեքստերը, հարցանականները, շումերական, եգիպտական, նման ուղղակի ոչ մի վկայություն չեն տալիս։ Մի կողմից դա կարող է բացատրել, ասենք դրանով, որ ասենք Շումերի պարագայում պեղված արձանագրությունների միայն 10%-ն է հրատարակվել, իսկ այդ 10%-ից միայն 5%-ն է թարգմանվել։ Այսինքն ահռելի նյութ կա, որի իմաստը հայտնի չի մեզ, թե ինչ է այնտեղ գրված, հնարավոր է դա հետո ասենք ինչ-որ հայտնաբերել։ Բայց մենք ունենք երկու վկայություն, որոնց աղբյուրները միջադեպքյան են։ Խոսքը վերաբերում է ծննդոց գրքին, հիմնտակարանի և այսպես կոչված հոբելյանների գրքին, որը մասնագետները անվանում են նաև փոքր ծննդոց։ Հայտնի է, որ դրանց երկուսի սկզբնաղբյուրներն էլ միջադեպքյան են, որովհետև բերում են նույն պատմությունները, ինչ որ հայտնի է միջադեպքյան աղբյուրներից։ Ուրեմն ինչ ասում հոբելյանների գիրքը։
ջրհեղից հետո երբ որ Նոյը իջնում է իր խաղողային եւ այլն այդ պատմությունները, հետո դրա որդիները, նրանց ծերունները բնակվում են Մարսիս լեռան շրջակայքում։ Սեմը բնակվում է Մարսիս լեռից, իր քաղաքը կառուցում Մարսիս լեռից արևել, Հավետը հարավ արևմուտքում, Քամար հարավ։ Եվ բազմանում են ու բնականաբար խնդիրը առաջանում նոր բնակավայրերի տեղորում։ Եվ հոբելյանների գիրքը ասում է, որ Սերի թորը Արփաքսադի որդի Կայինանը։ Եվ որ գրում է այդ նոր բնակավայրի տեղորոնելու համար, իր ասերունների, իր ժառանգների համար, հոբելյանների գիրքը բերում է սատված, որ նա գտնում է գրերի լերը, որի վրա նա տեսնում է այդ գրերը, կարդում է, թարգմանում եւ այլ եւ այլ։ Այստեղ թարգմանելը, այլ թարգմանելը դա ուրեմն պիտի հասկանա, որ նշանագրերը ինքը ընթերցեց եւ վերածեց բառը։ Իմաստագիր, որպեսզի իմաստային նախադասություն ստանա։ Սա ասում է ուրեմն Հոբելյանների գիրքը։ 5 տակարանը նույն ժամանակի վերաբերյալ, այսինքն հետ ջրհեղեղի անմիջապես հետ ջրհեղեղյան ժամանակի վերաբերյալ, նորից Սերի ժառանգների, ուրեմն Եբերի երկու որդիներից ասպա հիշատակում է Եկտանի եւ նրա 13 որդիներից զբաղեցրած տարածքը։ Ոնց որ հատուկ sense բերի որ նշի այն անհրաժեշտ ինֆորմացիան, որը հետագայում պիտի մեզ պետք է։ Եվ ասում են նրանց բնակությանը եղավ բնակություն, նրանք բնակվեցին ուրեմն Մասյաց լեռներից մինչև Սոփեր լեռը արևելյան։ Այս Մասյաց եւ Սոփեր անունները 5 տակարանում եւ ընդհանրապես հին մատենագրության մեջ, թե եբրայական, թե հայկական, թե հունական, այս միակ տեղն է, որը սրանք գործածվում են։ Ուրիշ թարգմանություններում հունական, լատինական, մասորական եւ այլն 5 տակարանի Մասյաց բառի փոխարեն ընդեղ գրվում է մասե, մասա, մաշե, որը կապում են մեկնաբանները եբրայերեն մաշե բառի հետ, որը նշանակում ազատություն, փրկություն։ Այսինքն այդ լերը պիտի իր անունով կապված լինի փրկության, ջրհեղեղից փրկության գաղափարի հետ։ Ազատություն ասեցիք, հա։ Ինչի որ այդտեղ մասիստներ էին ժամանակ կոչում ազատ զիներ։ Հա, չէ, դա ուրիշն է։ Հա։ Բայց միայն հայերեն թարգմանության մեջ է, որտեղ կա Մասյաց ձևը։ Սահար Պարտևի եւ Մեզրոպ Մաշտոցի թարգմանած նախնական հին մնդոց գրքի մեջ է պահպանվել Մասյաց ձևը, որը հայերենի ուրեմն քերականությամբ պիտի մենք ընթերցենք Մասիս բառի հոգնակի բացառական։ Այսինքն Մասիսներից մինչև Սոփեր լեռը։ Այսինքն Եկտանի եւ նրա 13 որդիները զբաղեցնում են Մասիս լեռից մինչև արևելյան Սոփեր լեռը։ Դա իրենք բնակության վայրն է։ Ուրեմն եթե ֆիքսեցինք, որ դա Մասիսն է, իսկ ինչ է նշանակում Սոփեր լեռը։ Իսկ Սոփեր լեռը կազմված է մի արմատից, որը սեմական բառ է, բնիկ սեմական բառ է, բոլոր սեմական լեզուներում նշանակում է գիրգրություն։ Այսինքն արևելյան Սոփեր լեռ, դա պիտի մենք ընթերցենք արևելյան գրերի լեռը, կամ էլ գրերի լեռ, արևելյան սահմանը դա գրերի լեռն է։ Մենք գալիս նույն գաղափարին, ինչը որ մենք հանդիպեցինք Հոբելյանների գրքում։ Իսկ Մասիսից արևելք ուրեմն գրերի լեռը, դա մեր այսօրվա Գերամա Արտեմիսի Զանգեզուրի լեռներն են, որտեղ մենք հենց ժայռապատկերների հիմնական կուտակումներն են։ Այսինքն այս գաղափարը, գրերի նախնական տեղի գաղափարը, որ իրենք ասում են, թե նախաջրհեղեղյան նախահայրերը, պահապանները եւ այլ ինչ մականուններ որ տալիս են, դա գրվել է նրանց ձեռքով, նախաջրհեղեղյան նահապետների ձեռքով։ Սա ջրհեղեղի այսպես կոչված ժամանակակից գիտական բացատրությունն է, գիտական դերը չափել է օվկիանոսի մակարդակի տատանումները աշխարհի տարբեր կետերում, դա դրանց ընդհանրացված բանն է, եւ մենք տեսնում ենք, որ
սառցապատումից հետո, երբ որ ջրերը սարուսները սկսում են հալվել, այդ համաշխարհային վերջին սառցապատումից հետո, ջրերի առաջին խոշոր ալիքը օվկիանոսի է հասնում մոտ 15,000 տարի առաջ և օվկիանոսի մակարդակը բարձրանում է մոտ 30 մետր։ Դե դա համերձ բնակավայրերի համար 30 մետրը դա իսկապես պիտի որ կատաստրոֆիկ երևույթներ տեղի ունենան։ Ու հետո սկսում է բարձրանալ և մինչև 120 մետր երբ որ բարձրանում է, հասնում է ժամանակակից մակարդակը։ Սա եթե մենք ասենք ելնենք այս տվյալներից, մենք ելենք պիտի ասենք, որ ժայռապատկերները եթե իսկապես ինչպես պնդում են այս աղբյուրները, նախաջրեյան նահապետների գրվածներն են, ապա դրանք պիտի գրված լինեն այդ տարեթվից առաջ։ Սա երևի պես կխառնում մի քիչ։ Սա այցերի մասին ուրեմն այդ տվյալներն են, սա շատ կարևոր նյութերը, հնագետները, սա այդ Հայաստանն է, որտեղ ընտելացվել է այցը։ Եվ այստեղից 12,000 տարի առաջ այստեղից այցը դուրս է բերվել, ընտելացողի հետ միասին, երեք դուրս են եկել, և տարածվել են աշխարհում մեկ։ Այցը այս երկու ճանապարհով, սա կոչվում է միջերկրածովյան ճանապարհ, գազիկների վրայով միջերկրական ծովի, որտեղ իրենք նավագնացներ էին նաև, և Բալկաններով հասնում է մինչև Եվրոպայի հյուսիսային ծայրամասեր։ Բրիտանական գազիկներով հասնում են ասենք 5-6 հազարամյակներով։ Դա հնագետները շատ հիմնով նյութեր, որտեղ այս ճանապարհի վրա դամբարանները տեղելով, պեղված նյութի մեջ գտնելով այծի ոսկորները, թվագրելով նրան, կազմել են այսպիսի ճանապարհ։ Իսկ այծը առավել ևս ընտելացված այծը ինչ-որ նման ճանապարհորդություն չի կատարում, այլ գրում է իրեն ընտելացնողի հետ և այս ճանապարհով մենք կարող ենք նաև բացատրել, թե ինչպես Սյունիքի ժայռապատկերների նշանագրերը հայտնվեցին Եվրոպայում։ Սա մի տարբերակ է դեպի Եգիպտոս։ Բացահայտելու համար, հիմնավորելու կանոն համար, թե ինչպես է կարող է ծնվել եգիպտական քաղաքականություն։ Այս ժայռապատկերների զույգերը, ուրեմն, սա Սյունիքի ժայռապատկերներն են զույգը, այս զույգը մոկ, շատախ, վանալջից հարավ, տեղի ժայռապատկերներն են, սրանք Նեգև, Պաղեստին, ժամանակակից Իսրայելի հարավային մասը, տեղի ժայռապատկերներն են, սրանք Եգիպտոսում գտնված Նեոսի մոտակայքում գտնված ժայռապատկերներ։ Այդ ժայռապատկերները թե իրենց պատկերներով, թե տեխնիկայով, տեխնոլոգիայով, գծերով, վերացական նշաններով բացարձակ նույնական են Սյունիքի ժայռապատկերների հետ։ Եվ էլի նորից, այս տարածաշրջաններում այց չկար։ Մանր և ջերավոր անասուն չկար և այդ կենթանին հայտնվում է միայն իր ընտելացնողի հետ, ով հիմնում է այդ քաղաքակրթությունը։ Լինի եգիպտական, լինի շումերական։ Ասեք դրա մի հավանյալ ապացույցը այցի անվանում է այդ ճանապարհի վրա գտնվող լեզուների մեջ, որոնք բոլորը կարող են փոխառություն լինել հայերենից։ Այցի վերաբերյալ այս ճանապարհը, որ Հայաստանից Պաղեստին Եգիպտոս, սա Պաղեստինի հնագույն բնակավայրերն են, որոնք ունեն իրենց թվագրումները։ Սա էսպական պրեպոտերի նեոլիթիկ, նախախեցեգործական նեոլիթիկ, նախախեցեգործական նեոլիթիկ է, և այլն իրենց թվագրումները ունեն։ Այս բնակավայրում ապրող մարդիկ հնագույն ժամանակներից մինչև այս պահը իրենք հիմնական միսը իրենց գործածած, որը գտնվում է դամբարաններում, տեղումների ժամանակ, բնակավայրերում, դա այծյանն էր, գազելը։ Հիմնականում իրենք օգտագործում էին այծի միս, այծյանի միս, վայրի այծյան էին գործում։ Այս ժամանակից սկսած, որը համապատասխանում է 19-րդ հազարամյակների, հայտնվում է այծը, այս ժայռապատկերների վրա պատկերված այծը։ Այծը սկսում է դառնալ արդեն գերակա, այծյանը արդեն համարյա վերանում։ Այսինքն իրենց հիմնական մսի պաշարը, իրենք արդեն իրենց ընտելացված այծից էին վերցնում և շատ քիչ քանակ էր մնում ասել գործ։ Եվ այս ճանապարհում մենք թվագրում ենք, որ այս ժայռապատկերները Նեգևի պիտի
լինեին հենց այդ ժամանակ 19-րդ հազարամյակներում, որտեղ այդ պիտի հայտնվեր, որպեսզի այդ պատկերն էր։ Իսկ երբ այդին բերում նա, ով ընտելացրել է իրենք մեր պատկերը։ Դրանք մի փոքր մասն եգիպտական նշանագրերի և Սյունիքի նշանների համեմատական մի փոքր հավասար կա։ Սա մոտավորապես ես որ վերում եմ, մոտավորապես մի 30 թե 40 նշաններ է, մեջտեղից ես կտրել եմ։ Սրանք հիմնականում այն նշաններն են, որոնք Եգիպտոսում գործածվել են 5-րդ հազարամյակներում և հետագայում չեն մտել իրանց գրային համակարգի մեջ։ Որտեղ սրանց կարիքը փաստորեն իրենք չեն ունեցել։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք օրես նշանները, բացարձակ նույնական է, այս շարքը նույնականը Եգիպտի Սյունիքի նշանների հետ։ Իսկ նման պատահական նույնություն, ասենք, այն վերացական նշանների մեջ դա գործնականում անհնարավոր դա լինի պատահական։ Եվ երկրորդ, մենք տեսնում ենք Սյունիքի մի ժայռապատկեր, ամբողջական մի ժայռապատկեր է։ Մի բազալտի վրա փորագրված ժայռապատկեր, որը եթե մենք մեկնաբանենք, ասենք տանք մի Եգիպտագետին, անմիջապես կսկսի կարդալ իր Եգիպտերը, երողիքներով։ Եվ կասի սա փորագրել են եգիպտացի։ Ինչու՞, որովհետև այն ժայռապատկերի նշանները, որոնք հեսա հանված են այստեղ, իրենք ճշգրիտ զուգահեռներ ունեն եգիպտական հիերոգլիֆների մեջ։ Բացի այս նշանից, որտեղ սա արդեն 4-5 նշանի կցագրություն է և դրանք իրարից անջատելը արդեն մի քիչ ավելի բարդ պրոցես է։ Եվ մենք տեսնում ենք, որ այս եգիպտական գրային համակարգը ուրիշ տեղ, ուրիշ ճանապարհ չուներ, քան Սյունիքի դուրս գալ և հայտնվել Եգիպտոսում։ Անշուշտ իր կրողի հետ միասին։ Եվ փաստորեն սրանով ավարտենք։ Նույն պատկերը իդեպ նաև Շումերում է, և ասեմ, որ հայտնի է, եգիպտական այս նշանների ընթերցումները հայտնի է, և դրանք հիմնականում, գործնականում կարելի ասել, բոլորը, որոնք բարգային Սյունիքում և Եգիպտոսում, դրանց իմաստները, որոնք վերականգնվել են Եգիպտոսում, ճշգրիտ համապատասխանում են այն իմաստների, որոնք մենք վերականգնում ենք, ասենք, Սյունիքի ժայռապատկերների համար և որոնք կան, ասենք, շումերական գրերի մեջ։ Այսքանը։ Այդ նայել հարցերի կան։ Դեռ նշեցիք, որ Սյունիքում եղել են թվեր մանրոկերից հիշատակություններ ոչ մի տեղ չկա, գրավոր աղբյուրներն են, որպեսզի կենդանիներ եղել են։ Իհարկե կա։ Պետք է տանիները պեղվել են, չէ՞ մեր թանգարաններ չես գնաց։ Չես գնաց, չես գնաց։ Այ հիմա դու գնաց պատմության թանգարան, մեր պատմության թանգարանը հրապարակի վրա, հենց հիմա կարող ես դուրել, եթե 800 դրամ ես։ Թե հազարը չի։ Հա, ցուցերի կարող ես գնալ։ Բարձրանում ես երրորդ հար, դրածա ցուցափեղում, այս փղի ժանիքը, որը գտնվել է Լենինականում, այդ փղի ժանիքը ինքը թվագրվում է 300-400 հազար տարով, և այդ ժանիքի վրա դու կտեսնես այս նշաններից երկու նշան։ Մեկը ժանիքի մի կողմում է դրած, հստակ երևում, մարդու ձեռքով խորագրված, և մյուս նշանը ժանիքի այն մյուս կողմում է դրված։ 1000 տարի 3-ից 400 հազար տարի։ Խոսեք մարդու գերարվեստական պատկերացումների մասին, այսինքն իրենք տարածությունը, հարթությունը որպես այդպեսին զգալու են, ճարպերը օգտագործում են խոսիկները, որ պատկեր ստանան։ Եկեք որ նյութի վերաբերան հարցերը տակ, որտեղ մենք շատ քշել։ Առավել ևս այդ հարցը շատ փիլիսոփական է և Բայց կան է ինչ-որ։ Իհարկե կան, հա։ Այդ դրանով զբաղվում է Հարավի Գրիգորյան Աշոտի ճարտարապետական, գիտահետազոտական ինստիտուտ թանգարանը։
Այդ նման հարցերը հա Իսկ նման զուգահեռ գործում են Արագածի ժառանգության Սրանք նույն մշակույթն է, եւ Արագածի ժայռապատկերը, եւ Մոքսի, եւ Տավրոսի լեռներում կա, Երզենկայում կա, այդ բոլորը նույնն են, այդ մշակույթն է։ Դրանց այդ նույնն է նաեւ, ասենք մեր վիշապաքարերը, որտեղ նույն նշաններն են մեր գաղափարներն են։ Պարզապես հնության առումով ամենահինը պիտի թվագրվի Սյունիք։ Որ ասացիք 3-400,000 տարի առաջ, բայց ասենք այդ ժամանակ մարդկություն կան, որ կարում բանական մարդով կարում Մարդու ոնց են թվագրում, ժամանակակից մարդը չկար, բայց կար են նեանդերթալցի կոչվող, նրա նախորդը կար, բայց ժամանակակից մարդը թվագրվում է 40-ից 50,000 տարի։ բանական մարդու մասին ասել խոսքում մարդը, որ բանականություն ունի, կարող այն որ բան գրի առնի։ Չէ, այդ երկիրը ինքը կարող է իրականում երկու անգամ հայտնաբերվել։ Մի անգամ հայտնաբերվել այն մարդը, վրան այդ նշանը գրել է, հետո այդ երկիրը ընկել է լճի մեջ, ընկել է նստվածքի տակ եւ այլն եւ հայտնաբերել այսօր երկրորդ անգամ մեր ժամանակների երկրաբան կամ հնարավոր։ Կրկնակի է հայտնաբերվել ինքը։ Իսկ դեպքում իրանք արնում կա, սիրողի պարտավորությունը ցույց տալիս։ Իրենք գիտակցում են, եթե մենք ամեն ցեղի պարտավորությունը, այսինքն մերոնք, ձերոնք հետաքրքիր կա, ցեղային էթնիկ Իհարկե, ինձ թվում է կարևորը եթե ունի համացեղային ինքը աստված ունի, որը կոչվում է Արմեն, նույն ձևի ինչ որ Հայաստանից Հայանն է գալիս, նույն ձևի Արմենից Արմենն է գալիս։ Եթե կար նրանց միավորով լեզու, որը կար որպես այդ նշաններով իրանք գաղափարագրեի, հետևաբար պիտի լիներ ազգը։ Ազգը պիտի լիներ։ Ազգ գաղափարը սահմանելով այսօր ասենք աշխարհում տենց մի ընդունված սահմանում չկա, որպեսզի ասենք թե ինչ բան է ազգ։ Այսինքն ազգի մասին խոսելով մենք պիտի նախապես պայմանավորվենք, թե ինչի ինչ հասկանանք ազգ ասելու տակ։ Ուրեմն մենք եթե մենք հասկանանք այսօր ազգի տակ, ուրեմն արունակցական ընդհանրությունը, լեզվային ընդհանրությունը, մշակութային ընդհանրությունը եւ կրոնական ընդհանրությունը, որ այդ բոլորը կա, դա մենք կոչում ենք ազգ։ Ստալինի սահմանումը, որը շատ տեքիչ տարածված ընդունված է, այսօր դրանից տարբերվում է ուրեմն տնտեսական կապերով, որ էլի կար էստեղ եւ պետականություն։ Բարձր ժամանակ պետականության ասենք խնդիրը չկա։ Դրա կարիք եւ անհրաժեշտություն չկա։ Այսինքն բոլոր պարամետրերով ինքը անպաշտպանում է ազգությունը։ Իսկ հիմա մեր կլիման պայմանները ինչ արագության մեր ոչնչացնում ժառանգապատկերը, այսինքն իրենք ջնջվում են, չէ՞, կորում են, ժամանակը ազդում են։ Ու ազդում են, բայց շատ դանդաղ պրոցես է, միգուցե ասեք հիմիկ այսօրոքի բաղադրությունը կարող է մի քիչ ավելի արագացնի, բայց այդ բանը կա ու դա հնուց, ասեք, կա ժայռապատկեր, որ մի շերտը, վրայի շերտը, որ խորագրվել է ինչ-որ ժամանակ, այդ շերտի մի մասը քայքայվել է։ Այդ քայքայված մասի վրա մեկը եկել նորից է խորագրվել։ Եվ նրանից հետո արդեն երրորդ անգամ նրա խորագրածի մի կեսն է ոչնչացել, որը հիմա դատարկ է։ Այդ Գալու է մի շրջան, երբ որ երկրի մոլորակը չի լինելու այդպես որ զարմանալի չկա։ Չի զարմանում դրաշում։ Դե եթե արդեն 400,000 տարի մենք կան, մարդ ոչնչացել է, որը մանրականությունը ունեցել ու նման գործեր է ստեղծել արարել, ոչ մի բան չի ավարտվել։ Սիկլը կարող է ավարտվել, որ սկսի։ Ով ավարտի մի շեր է։ Ստեղծել է սկսել։ Ես ուզում եմ հասկանալ ինչքանով աշխարհը տեղյակից ամեն ինչից։ Այսինքն ինչքանով ներկայացված սունդի ժառանգապատկերը աշխարհում։ Այսօր եթե Հայաստանում ներկայացված չի, աշխարհում ինչու՞ պիտի ներկայացվի։ Դուք չես գաղափարների լսել եք։ լսել եք, ականջի կոչել։
Շնորհակալ չի, տեսել էի ես պատմում, բայց Առաջիկի մեր մեջ որովհետև մենք ասում ենք գերմանիականը չգիտենք 40-50, գերմանացին գիտում որ ստանալու։ Ինչ-որ ինվորմացիա ունի, բայց այդ տեսանկյունից ոչ մեկը չի նայում դրա։ Դրանք բարդ բաներ են, առաջ հատկից պարզատվող, դրանք շատ բարդ բաներ են իրար են կապելու։ Որտեղ այսօր մասնագիտությունները ինչքան գնում է անում, ցանկացած գիտության, ցանկացած ասպարեզում եւ այս մի ասպարեզի մեջ գիտենք ողջ ասպարեզի մարդը ինչ է զբաղվում, ինչ է։ Իսկ այդ առումով իրար են կապելը շատ ճիշտ է։ Իսկ ստեղ ասենք մի քանի գիտություններ, երկրաբանություն, հնագիտություն, պատմագիտություն, աղբյուրագիտություն եւ այլն, լեզվաբանություն, եթե ամոչը դուք բերես հավաքես իրար գլուխ, համաձայնեցնես, որը շատ բարդ պրոցես է։ Իսկ մեր հրագետների միջև կարողություններ շատ են, բախել այս թեզին։ Ասեցի, ակադեմիական գիտությունը մնում այն տեսակետին, հիմնականում որ դրանք որսի տեսակ։ Բայց ոնց ամնում է տեսակետին։ Սեփական կողքերը բավարարում այնացում է տեսակետին մնա։ Առաջ երթին են դիսերտացիաները օրինակ պաշտպանել իրենք տղամարդությունը նրան ասեն գիտեք ես սխալվել եմ այս բանը։ Հիմա ես adetնում եմ որ ճիշտ է սա է։ Դրա համար դուք դուրս կամքի ուժարություն որ ասես ես սխալվել եմ։ Իսկ կարևոր չունի մնում է 5 կարծիքին որպեսզի պաշտպանի արդարանը որ ինքը ճիշտ է։ Պատմումը չի։ Հա։ Ժանապատկերը ընդհանրական թիվ ինչքան ասած։ Բայց ո՞նց է հաշվում ժանապատկերը։ Հազարներ են։ Դա մոտավոր գնահատական է։ Ասենք ո՞նց է հաշվում, մի հատ են հովազը, մի արմունն է, հետևա վերջում։ Չէ, այդպես չէ։ Գնահատվում է քարով։ Թե քանի կտոր ժայռի վրա, քանի ժայռա կտորի վրա, քանի ժայռապատկերն է։ Բայց կարող մեկի դեմ տրվելում։ Մեկի վրա կարող է լինի 100 պատկեր, մյուսի վրա կարող է լինի մի պատկեր։ Նրանք հավասարազոր կոչվում են 1-2։ Իսկ քանակի Չէ, ուրիշ հաշվելու բան չկա, չես կարող որոշել բոլոր նշանները։ Մենք բոլոր քարերը չենք կարողանում գտնել։ Որտեղ ոնց է որ գնաս արանքում ինչ տեղ ամնում, որը դու չես տեսնում։ Որտեղ կամ այսպես պիտի գնաս, կամ այնպես պիտի գնաս, կամ այսպես պիտի գնաս։ Եթե սենց ես գնում, ընդերին մնում են։ Հետո որ երկրորդ անգամ ես գալիս։ Մտածում ես որ այսպես որ գնացի, չգիտես որ ճանապարհի որ ճյուղերից դու գնաս նոր ուղղությամբ։ Հենց ամենասկզբից գնաս նոր ուղղությամբ դա նորից նոր ճանապարհը։ Գնաս հետո դեռ շատ սենց բարդ էլի այդ ամբողջ աշխատանքը։ Իսկ կան ժանապատկերներ, որ դուք եք հայտնվել, պատկեր ասենք։ Դա դժվար է ասել, որտեղ դե գրում ես լուսանկարում ես հիմա։ Կան ասենք հրատարակված գրքեր կան Հարություն Մարտիրոսյանի եւ Ղարախանյանի երկու տարբեր, մեկը Սյունիք, մեկը Գեղարվալյանը։ Դրանք որ բերել են եւ Սուրեն Պետրոսյանը։ Եվ բոլորը չէ որ իրենք հրատարակել են։ Իրանք հիմնականում հրատարակել են գծապատկերներ։ Արտանկարել են եւ հրատարակել։ Եվ որ համատում դե չես գրտել իրենք են բոլորը չեն դրել գրքի մեջ, ասել թե ես եմ այդտեղ տենց առաջնության ընտիք չի։ Իսկ քանակի առումով մեզ մոտ ավելի շատ են թե ասենք, ձեր շատ եգիպտական շուները։ Չէ, մեր ամենաշատը։ Եվ խտության, եւ քանակով, եւ պատկերների առատությամբ, նշանագրերի բազմազանությամբ։ Իսկ այստեղ նշանագրերի կոնկրետ ինչ-որ բան է նշանակում, չէ՞ միտքեր արտահայտված, պատանական դասավորություն չի ես։ Հայա։ Իսկ ժամանակակցողագիտականը որ կարդաս նրանք կարող է հստակ նախադասություն կարդալ, թե պետք է միտքը գուշակի, ու եթե հստակ է նախադասությունը, ապա ինչպես է տարբերում այդտեղ ժամանակները, օրինակ դրված անցյալով, հրապարակային համար, ոնց է դրանք տարբերում։ Ուրեմն այդ տիպի նորից մենք հիշենք, որ սա գրի անձնական վիճակ է։ Ու նաև պիտի մի փոքր ասենք մտածենք, թե մարդը ինչից դրդված պիտի գրեր։
Եվ առաջի գրողը ինչ պիտի գրել, ինչ պիտի նրանց տիպեր գրել, երբ որ չկա ընթերցող, չէ, ընթերցողի գաղափարը թալրապես չկա, ում համար է գրում։ Չէ, նկատում եմ ոչ թե ում համար, այլ միգուցե Չէ, հիմա նա երբ չէ, բայց պարզում է, որ պարզը ում համար պիտի ինքը գրել։ Ինքը գրում է ուղղեց առ Աստված, առ իր Աստվածը։ Որովհետև երբ որ նայում ես, այս բոլոր նշանները իրենց հիմնական ծանրաբեռնվածությունը դիցաբանական է։ Մարդը երբ որ բնության հետ հաղորդակցվում է, նա ճանաչում է այդ բնությունը։ Ինքը մենք կարող ձևակերպել ենք, ինքը Աստծուց ստանում է ուղերձներ։ Այսօր մեր լեզուն եղանակը գուշակել, չգիտեմ, ջերմությունը այսա քամիա եւ այլն բերք է բերք լինի, չի լինի, անաստանտ ծննդավոր կլինի անասունների եւ այլն։ Նա որոշակի ասենք բարբերություններով հավաքում է այդ ինֆորմացիան, որպես ու դա ինքը ամբողջը կապվում Աստծո հետ, որոշակի աստվածության հետ։ Եվ այդ նախանշանները ինքը ինչ-որ բան տեսավ, մի ինչ-որ արտառոց երևույթ։ Եվ տեղի ունեցավ ինչ-որ մի բան իր հետաքրքրող կենսատարածքում, ով ծանեց, վիժեց, կամ չգիտեմ, բերք եղավ, չեղավ, կամ քամի կարկուտ եկավ, կամ իր այդ վիճակագրությունից ինքը հանում է նախանշանների իր լեզու։ Ընթերցում է, դա էլ չէ ընթերցում։ Այսինքն ինքը ընթերցում է Աստծո ուղերձները։ Բայց հիմա ուզում է, որ այդ դեպքերի ընթացքի վրա ինքը հատեցություն ունի։ Այսինքն ուզում է, հիմա ինքը Աստծուն գրի, ասի գիտես, ես ոչ թե կարկուտ եմ ուզում, այլ անձրև։ Օրինակի համար։ Կամ ուզում է ինչ-որ մի լավ բան ստացավ Աստծուց, ուզում է Աստծուն ասի շնորհակալ։ Այնինքն այդպես փոքր ուղերձներ է գրում, ու երբ որ դու ժառապատկերները փորձում ես ընթերցել, դու տեսնում ես, որ այդպես փոքր Աստվածն է, ինչ-որ մականուն է, իրան բնորոշող, ինչ-որ բնութագիր է, կապված, ասենք, մարդու գործունեության ես կամենասպարեզի։ Այդ քուչուր փոքրիկ ուղերձները։ Եվ ինչ-որ դրա անհրաժեշտությունը եկավ, չէ՞ որ ինքը կարող էր նաև ասել։ Ինչու նկարի։ Ինչու բերի։ Որտեղ բազում է դրա համար դրա անհրաժեշտություն ներկա, ինչու, որովհետև ինքը չգիտի խոսքը ուր ուղղի։ Դա մեկ։ Երկրորդը ինքը գիտի, որ եթե ինքը այդտեղ կանգնած է, իր խոսակիցը կանգնած է 100 մետր հեռու, եթե ինքը խոսի, նա չի լսի։ Չէ։ Այսինքն նա գալիս այն գաղափարի, որ եթե Աստված մի քիչ հեռու է, եթե ես խոսեմ, ինքը չի լսի։ Կամ հեռու մարդիկ իրար հետ ձեռք ու ոտով, դրանք են, չէ, նշանների լեզու է։ Ինքը գալիս է այն գաղափարի, որ ֆիքսի այն հասցեատիվոչը, ում որ ուզում է ասել։ Իրականում ես պատկերներով ամենանախնական, ինքը ֆիքսել է Աստծուն։ Որտեղ գաղափարը, որ Աստված ամեն տեղ է, տեսնում է եւ լսում, նա այս քարի վրա դրեց այդ Աստծո պատկերը։ Եթե մի քիչ կոպիտ խոսենք, ասենք, այն կռապաշտություն անվանենք, դա առաջի բանն է, որ դու պիտի կենտրոնանաս այս քարի այս պատկերի վրա ու իր հետ խոսես։ Իրականում ինքը խոսել է, նկարել է, բայց ինքը դա կենտրոնացման իր օբյեկտն է։ Դե կենտրոնացումը շատ կարող իսկ այսօրվա փիլիսոփայություններ ասենք, բուդդիզմ, յոգերը եւ այլ այդ ամբողջ մեր քրիստոնեական աղոթքները դրանք բոլորը հիմնված են մարդու մտքի կենտրոնացման վրա։ Դու եթե չկենտրոնանաս, քո աղոթքը կհամարվի չկայացած։ Նույնը յոգերի մոտ, նույնը ամեն տեղ։ Եվ այդ Աստված մարդ հաղորդակցության այս նախնական ձևն է։ Ինքը որոշակայացնում է տեղը, ես քարը դրեց, վրեն պատկերեց, դա դարձավ սրբազան տարածք, տաճար։ Այսինքն տաճարի նախնական նաև գաղափարն է։ Եվ ինքը տեղ արդեն սկսում է խոսել իր Աստծո հետ, որին ինքը կնքեց այդ անուններով։ Փաստորեն մինչև գիր ստեղծելը եղել է լավ զարգացած բանավոր խոսք։ Իհարկե։ Եթե համանունների համակարգը չլիներ, այսինքն նույն ձևի հնչով, բայց տարբեր իմաստներ կրող բառերը դու գաղափարագրություն չես կարող սարքել։ Ivana,
Դուք ձեր տարբերակն առաջարկեցիք, բայց կարող է բաներ լինի, չէ՞, ուրիշ տեսակետներ չկան։ Դա արդեն կսպասեմ, մինչև դու ասես։ Հա։ Ինչ-որ մտածի քո տարբերակը որ առաջարկել։ Մեկ էլ է կենթանիների գոյություն ասենք, այսօր մենք ուշադրությունը այս գարը պատկերները դիտի կենթանիներ կա, որ այսօր հայկական տարածքում չկա, էլի, մեր տարածքում։ Ասենք ինչ են դրանց այդքան կարևորություն տալի ու այդ երբ հատվածում, որ երբ հայերեն։ Դե դրա մասին խոսքս։ Բայց թվագրերն ասեցիք երբ հատվածում, օրինակ կարևորությունը։ Արդյոք մինչև համարես Պաշտոնյաները եղել են։ Զարում ծղել է, զարում ծղել է։ Չարը 14-րդ շաբաթ։ Շրջան մասի քար դիսեցի, որ ծիսական աղավություններ կամ գործողություններ կամ պատկերված կամ ավել են արդյոք կամ քարը լրացնող ժայռապատկեր այդպես։ Չէ։ Որը Սա գնացել է հետ գերի նախնական փուլ և հետագա զարգացում։ Այսինքն պատկերային բան չի։ Նկար չկա, որպես այդպիսի։ Բոլոր նկարները դրանք որոշակի բարեր են։ Եվ այդ ամբողջը տեսն է, իհարկե, բացում դա իր նախնական դերության դա աստծո հետ հավատացություն։ իսկ այդ մասներն ասես մարդ չի Դե շարքային ու հնարավոր է։ որպես տաննային վիճակ, միգուցե մենք քննել են եկապրեք նախնական արդեն ժողովրդի զգացողությունները, նրանք ցերից Դրանք հետո ըստ անհրաժեշտության նոր առաջանում են։ Այսինքն քուրմի, երբ որ չկա քրվի անհրաժեշտությունը, այսինքն երբ որ դու հասնում ես այն մակարդակին, որը քեզ պետք է մեկը, որը դառնա միջնորդ քո եւ Աստծո միջը, ասես ժողովուրդը դեռ քուրմ է պետք, որպեսզի Աստծո հետ մեր փոխարեն խոսի։ Դա ժամանակի զարգացման այդ քուրերում, հերթայերթով, այս երևույթը, երբ որ դարձակվում է, մեծանում է, գալիս է արդեն ոչ թե մի ժայռի մեկ օրի վրա, այլ մի տաճար կառուցենք, այնտեղ մի քանի բաներ դրենք, արդեն պետք է առաջանում քուրմ ունենալ, առաջանում ուրիշ խնդիր։ Իսկ ժառանգապետներում եք նաև տաճարների հատակագետերում։ Հա, մոլեսովա պատերացած տաճարները չէ, այլ ցանկապատված քարով, հատով, ասենք, որ մեր կես մարդներ բարձրության, ցանկապատված մասերի բաժանված տարածք, որ իրեն այս տաճարը։ Ընդորում ամեն մասի մեջ դերվում է այդ մասի ֆունկցիոնալ անվան նշան։ Ասենք, դերվում է աղբյուրի նշան, ջերի, կապված, ասենք, ջերի Իմ ամենավերջին այդ ժայռապատկերը իմ ամենավերջին այդ ժայռապատկերը այդ ժայռերը բազատից էին ասացին, հա, քանի դոլար էլի։ Եթե հարցեր կան, եթե չէ։ Ասոտ ելս է, ոքի։ Բայց եգիպտական բուրգերին Ինչ է բուրգերի։ Եգիպտական իրողիվները գրվել են բուրգեր կառուցելուց հետո Չէ, առաջ։ Բուրգերը ավելի ուշ են, քան ստերը նշաններ։ Այսինքն բուրգերը հնարավոր է մարդն ասարկել։ Մարդու ձեռքին։ Ով ասարկել։ Դե մի բարձրացնի։ Ասենք հնդկացիական բուրգերը մեծ քարերով են կառուցված, որ թվում է թե մարդը ոչ մի կերպ հնարավոր չի գա այդ կարապանը։ Չէ, արել են իրենք շատ տեխնոլոգիաներ են իմացել, որ այսօր մենք չենք կարող անել։ Օրինակ ասենք ագատի ուլունքներ կան, չէ՞ որ պերում են դամբարանների գտնում են 3-4 հազար Քրիստոսից առաջ։ Այդ ուլունքների անցքը թե անցկացնելու համար,
ասենք 0.2-0.3 միլիմետր, 0.2 տասնորդական, 0.3, 0.4 միլիմետր։ Այսօրվա տեխնիկայով դու նման անց կագատիներ չես կարող անել։ Ոնց է դա։ Տեխնոլոգիաները որ իմացել է։ Իսկ հետո մոռացել է։ Ամեն լավ տեսողության մարդիկ են։ Իսկ Այ ես կուզենայի իմ կտավների տակ ժայռապատկերներով ստորագրել։ Չէ, ժայռապատկերներով չեք կարող ստորագրել, ասեցի, որովհետև ժայռապատկերներում ամեն մի նշանը մի բառ է։ Իսկ որպես ես իմ անունը գրեմ, Դուք ասում եք դասանշանները պիտի երկու բան ասեք, օրինակ Համլետ, Համլետ, բայց հայերենում այդ իմաստներով բառը մենք չունենք, ասենք լետ բառ չունենք, որպես ես նշանով ես գրեմ։ Բայց անվերում հասնորեն կարող է։ Հաստորեն համություններ կարող է ճարել։ Դե բացավ, հարություններ դեպի կարող։ Հարություն բառը ասենք ժայռապատկերների Իսկ այբուբենի պահը շատ հետաքրքիր Ահա, է։ ճիշտ է։ Այբուբենը ոնց է իր այլանության։ թվերը էլի։ Ինչի թվերը։ Թվերը ոնց են ասում։ Թվերը գծիկները, մինչև 10-ը, իսկ հետո հատուկ նշանը։ Իհարկե, սերմանշանները ծագել են այս պատկերներից։